Թույլատրեք ես ռեժիմի ներկայացուցիչները չունեն ոչ սրբություն, ոչ բարոյականություն և ոչ էլ ականապատվություն։ Եկեղեցու դեմ կարող է աշխատ ձեռնարկել մարդ, ով ունի հոգեկան խնդիրներ, կամ լծված է ամբողջովին չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարությունները։ Ինչ վերաբերում է Վեհապար Հայրապետին, ապա ես վստահ եմ, որ նա հաստատակամ է և ցանկացած պարագաներում բարեխղճորեն կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները։ Բայց բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ուժեղացնում են եկեղեցուն։ Այնպես որ համբերությամբ սպասենք։ Պարոն Սարգսյան, կիրակի օրը պատարագ է լինելու կարգալույծ եղածներ Արամն է հայտարարել, Փաշինյանն էլ մասնակցելու է կիրակի օրվա սուրբ պատարագին։ Դուք ձեր թիմից գնալու եք, չգիտեմ, այնտեղ Հովանավանք պաշտպանելու եկեղեցին եւ ինչպես եք այդ եկեղեցին պաշտպանելու process-ը պատկերացնում։ Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ մեր քաղաքական ուժը ամբողջովին կանգնած է Վեհապար Հայրապետի մեր եկեղեցու կողքին և մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Վեհապար Հայրապետի հորդորով։ Հենց Վեհապար Հայրապետը կես բառ ասի ցանկացած եկեղեցում, Հայաստանի ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնելու։ Պարոն նախագահ, Վարդան Ղուկասյանի շուրջ իրադարձությունների մասին ձեր դիրքորոշումը